Շատ լավ ու արդյունավետ է ԱՄՆ նախագահն անվանել իր ու Պուտինի ավելի քան 1.5 ժամ տևած հեռախոսազրույցը։ Մոսկվայի ու Վաշինգտոնի պաշտոնական հայտարարություններից ակնհայտ է, որ գերտերությունների ղեկավարները պայմանավորվել են 1 ամիս անհապաղ դադարեցնել Ռուսաստանի Ուկրաինայի փոխադարձ հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Սպիտակ տան հաղորդագրությունն ամփոփել է համաձայնագիրը այս նախադասությամբ. առաջնորդները համաձայնել են, որ խաղաղության ճանապարհը սկսվի էներգետիկայի եւ ենթակառուցվածքների հրադադարով։ Вопрос закрыт. Ըստ Վաշինգտոնի, Թրամփը նորից առաջարկել է Պուտինին 30-օրյա զինադադար։ Ռուսաստանի ղեկավարը զինադադարի համար պայմաններ ունի։ Կիևը պետք է դադարեցնի հարկադիր մոբիլիզացիան, չպետք է դրսի պետություններից ռազմական օգնություն ստանա, անգամ հետախուզական տեղեկություններ։ Թրամփը Fox News-ին ասել է, թե Պուտինի հետ չի խոսել Ուկրաինային ռազմական օգնություն տալու-չտալու մասին։ Երեկ Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են նաև, որ այսօր Մոսկվան ու Կիևը 175-ի դիմաց ռազմագերիներ փոխանակեն։ Պուտինը նաև համաձայն է 23 ծանր վիրավորների ուղարկել Ուկրաինա։ Սպիտակ տունը երկու պարբերություն է նվիրել ուկրաինական հակամարտությանը։ Կրեմլի հայտարարության մեջ գրված է, որ կողմերը համաձայնել են շարունակել ջանքերը հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Այդ նպատակով ստեղծելու են ռուսական ու ամերիկյան փորձագիտական խմբեր։ Sky News-ի վերլուծաբանը գրել է. դիվանագիտության մեջ մի հին ասացված կա. եթե սեղանի շուրջ չես, մենյուում ես, ու հավատացեք, Ուկրաինան ճաշացանկում է։ Այս ասացվածքից շատ է վրդովել Ուկրաինայի նախագահը։ Պուտինին նկատի ունենալով, Զելենսկին ասել է, թե ինքն այդ մարդու ոչ աղցանն է, ոչ էլ կոմպոտը, չնայած նրա ախորժակին։ Զելենսկին հատկապես դուր չի եկել, որ Թրամփն ու Պուտինը բանակցել են առանց իրեն։ Կարծում եմ ճիշտ կլինի, եթե մենք խոսենք նախագահ Թրամփի հետ եւ իմանանք, ինչ են առաջարկել ռուսները ամերիկացիներին կամ ինչ են առաջարկել ամերիկացիները։ Կարծում եմ, որ ամերիկյան կողմը հարգում է մեր պայմանավորվածությունները։ Դեմ չէ Զելենսկին, որ դադարեն էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, բայց ուզում է, որ իրեն էլ բանի տեղ դնեն գերտերությունների ղեկավարները, խորհրդակցեն հետը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի պահանջին արևմուտքից ռազմական օգնության դադարեցմանը, Զելենսկին նեղված ասել է. Սա այն խաղը չէ, որտեղ միայն Պուտինն է թելադրում կանոններ։ Կարծում եմ, օգնությունը կշարունակվի։ Համոզված է Ուկրաինայի նախագահը, թե դեռ վայելում է Միացյալ Նահանգների ու եվրոպացի գործընկերների աջակցությունը։ Գայանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։